Անսպար են տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում, ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տեր, իմ հոգին ասաց, թե նա իմ բաժինն է, ահա թե ինչու հույսս պետք է դնեմ նրա վրա։ Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, քանզի այն անձը, ով փնտրում և ճշմարտությամբ ապավինում է նրան, բարի է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի։ Մարդու համար լավ է, եթե իր մանկությունից կրի խոնարհության լուծը։ Միայնակ ու լռիկ նա կնստի իր տանը, որովհետև ինքն անձամբ հանձն առավ քո լուծը։ Նա կխոնարհվի իր բերանով համբուրելու հողը, որովհետև նրա համար հույս կա։ Իր ծնոտները դեմ կտա հարվածողներին, կկրի շատ նախատինքներ, բայց Տերը նրան ընդմիշտ չի մերժի։ Նա, ով տառապանքներ տվեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածությամբ կողորմի նրան։ Տերը սրտով չի կամենում մարդկանց պատժել և նվաստացնել մարդու որդիներին։ Երբ մեկը երկրի բոլոր կալանավորներին իր ոտքերի տակ ստորացնում է և մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, երբ Բարձրյալի առաջ խեղաթյուրում է մարդու իրավունքները, երբ դատարանում անիրավում է մարդուն, Տերը չի տեսնում։ Նա չասաց, թե այսպես է ասում Տերը և կատարվեց։ Բարձրյալի բերանը չէր, որ պատվիրեց, թե այնտեղից ոչ չարիք պիտի դուրս գա և ոչ էլ բարիք։